Հունվարի 28-ի երեկոն Գեղիի բնակիչ Հրաչիկ Ավանեսյանն ու իր դուստրը ստիպված էին անցկացնել ուրիշի հարկի տակ։ Տունը, որտեղ ապրում էին, հրդեհվեց, կրակը լափեց նրանց համեստ ունեցվածքը, այդ թվում եւ փաստաթղթերը եւ հագուստն ու սննդամթերքը։ Երեկոյան ժամը 5:15 մնացել է կովերը հետևից, երեխան տունն էր, բայց աղջիկս 24 տարեկան։ Մեկ էլ 15 րոպե հետո հրդեհ բռնկվեց տունը։ Երեխան տան մեջ էր, բայց հրդեհ բռնկվեց, պատշգամբեց դռան արանքից։ Դե ոնց է տեղի ունեցավ, ոչ մեկս էլ տեղյակ չենք եղել, թե ոնց է եղել։ Ուղղակի բախտարներս բերեց, որ երեխան կարողացավ դուրս բերել տնից ու ողջ առողջ մնաց։ Մնաց սաղ այրվեց բոլոր, ինչ չկար, փաստաթղթեր, տուն, տեղ։ Վերջերս հաճախակի դարձած նմանատիպ հրդեհները անօթևան են թողել մի քանի ընտանիքների։ Հրաչիկ Ավանեսյանը հերթականն է, որ այսօր գնալու տեղ չունի եւ օգնություն է խնդրում բարի մարդկանցից։ Կխնդրեմ մարզպետին, քաղաքագլխին, որը բանով օգնեն, շինանյութով, ինչով կարող են։ Ես որպես Գեղի համայնքի ղեկավար բոլոր մարզային եւ քաղաքային իշխանություններից բարերարից խնդրում եմ աջակցեն, օգնեն մեր Ավանեսյան Հրաչիկին, որպեսզի կարողանա ինքը իր տունը կառուցի։ Նրանց անհրաժեշտ է ամեն ինչ, հագուստ, սնունդ եւ հատկապես շինանյութ, գոնե մեկ սենյակ կառուցելու եւ գլխներին տանիք ունենալու համար։ Առայժմ տուժածները տեղավորվել են իրենց հարազատների մոտ, մինչեւ կկարողանան մոխրագույտի վերածված տունը փոխարինել նոր կացարանով։ Հայրենիքի վաղվա պաշտպաններն ու ապագան այս տարիքում արդեն գիտակցում են ինչ է հայրենիքն ու նրան պաշտպանելը։ Կապանի համար 4 նախակրթարանի սաները իրենց ելույթները նվիրեցին հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին։ Սահմանի կանգնած հայ զինվորին ու հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած հերոսների նվիրված սաների ելույթները լրացրեցին նախակրթարանի մանկավարժները։ Ես ուզում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը հայոց բանակը, հայ զինվորին հիշի յուրաքանչյուր ժամ, յուրաքանչյուր վայրկյան։ Պարոնայք, շնորհավորում եմ ձեզ պանցալի հաղթանակի, պանցալի տոնի կապակցությամբ։ Շնորհավորում եմ ձեր 23-րդ տարեդարձը։ Ցանկանում եմ, որ մեր բանակը իսկապես լինի ամենամարտունակն աշխարհում։ Ցանկանում եմ երկրին խաղաղություն։ Ուզում եմ, որ մեր աղոթքները իսկապես օգնեն մեր սահմանում կանգնած բոլոր զինվորներին։ Միջոցառմանը ներկա էին նաև Կապանի զորամասի հրամանատար Կարեն Սերոփյանը, Dundee Precious Metals Կապան ընկերության գլխավոր տնօրեն Հրաշ Ջաբրայանը, հոգևոր հովիվներ եւ այլոք։
Այս գեղեցիկ բալիկները, որ սենց համազգեստով մի ժամ կանգնած են, ես ուշադիր նայում եմ ու մի հատ էլ չեն ուզում իրանց տեղից իրար գան։ Ես համոզված եմ, որ այս մեր գեղեցիկ փոքրիկ տղաները վաղը չեմիսորը այսպես մեր սահմաններն են պահելու։ Շատ շնորհակալություն ձեզ ռազմա արենասիրական նման կարգի միջոցառում կազմակերպելու համար, մեր ամբողջ անձնակազմի անունից եմ դա ասում։ Եվ սիրելի հայրենակիցներ, ես ընդամենը մի բան եմ ձեզ ուզում հավաստիացնել, որ անկախ նրանից մենք գիտենք ճիշտ է, որ մեր թշնամին նենգ է եւ դավադիր, բայց ձեզ ուզում եմ հավաստիացնել, որ մեր սահմանները ամուր են, քանի որ մենք ունենք լավ երիտասարդ սպաներ, լավ երիտասարդ զինվորներ, ունենք լավ ժողովուրդ եւ ունենք այսպիսի գեղեցիկ, լավ պատրաստվող մեզ փոխարինող սերունդ։ Մեր հզորությունը մեր փոքրիկների մեջ է կայանալու, մեր ապագա մեզ փոխարինող սերունդի մեջ եւ ուզում եմ բոլորիդ մեկ անգամ եւս հավաստիացնել, անկախ դժվարություններից մենք մեր սահմանին ամուր ենք կանգնելու եւ երբեք ոչ մի դեպքում ոչ մի մետր հետ չենք գալու եւ Աստված մի արա ասե, եթե պահը գկա ինչ-որ մի խնդիր առաջանալու, ճիշտ է, նրանք ասեցին, բայց չկարողացան Սևանում լողանալ կամ, չգիտեմ, Երևանում թեյ խմել, բայց մենք Բաքվում հաստատ լողանանք, ընդեղ էլ թեյ խմենք։ Բոլորս աղոթում ենք, որ խաղաղություն լինի, պատերազմ չլինի։ Մեր ժողովուրդը թող խաղաղ պայմաններում ապրի։ Եվ ինչու՞ չէ մեր թշնամի ժողովուրդը, թող իրենք էլ խաղաղ պայմաններում ապրեն։ Բայց ամեն մեկ հարվածին մենք կտանք 10 հարված։ Իսկ եթե 10 հարված ստանանք, կտանք 100 հարված։ Երեք գնացել էի Նախիջևանի սահման։ Այդտեղ ունենք հոյագապ տղաներ, որ ծառայում են այսօր դժվար պայմաններում մեջ։ Ես գոչ եմ անում բոլոր կապանցիներուն, բոլոր հայերուն։ Բոլորը ձեր աղոթներում մեջ չմոռանաք երբեք այդ տղաներուն, որ այս վային սահմանների վրա կանգնած են։ Չմոռանանք բոլոր, անկախ բոլոր մտավախություններից, որ այդ տղաքը այսօր պահպանում են մեր ժողովուրդը։ Ես նույն գոչ եմ արել սպիրկահայերին։ Այս անդարբեր կյանքի դուրս պիտի կանգնենք։ Չի կարելի անդարբեր ապրի սպիրկահայը, վերջերս եթե տեսել եք հարցազրույցի մեջ ասել են, որ պարտականությունն է ամեն մեկ հային վերադառնալ հայրենիք եւ իր ներդրումը անել ոչ միայն հայոց ժողովրդի, այլև հայոց բանակի համար։ 3 օր առաջ հանդիպել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ եւ վարչապետինի իր գրասենյակի մեջ։ Ես իրեն ներկայացրել եմ այն ծրագիրը, որ ես անձամբ պատրաստական եմ հայոց բանակի համար անելու։ Դարբերություն չկա, սպիրկահայ լինես, Հայաստանի հայ լինես, բանակային լինես, գեղարական լինես, թե բիզնեսմեն լինես։ Բոլորիս պարտականությունն է այս երկրի սահմանները, ներկա եւ ապագա։ Ներառյալ Նախիջևանը, ներառյալ Չավախքը, ներառյալ Արևմտյան Հայաստանը, ծովից ծով Հայաստանը, պաշտպանել նույնիսկ արյան քնով։ Կարեն Սերոփյանը Պաշտպանության նախարարության հուշանվերով պարգևատրեց նախակրթարանի տնօրեն Լուսինե Զաքարյանին դեռևս նախակրթարանից սաների մեջ հայրենասիրություն սերմանելու համար։ Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները դեռևս շարունակվում են։ Այսօր Կապանի N զորամասի հյուրերն էին Կապանի համար 7 հիմնական դպրոցի մանկավարժներն ու աշակերտները։ Նրանք զինվորների համար պատրաստել էին համերգային ծրագիր։ Ամեն օր, ամեն ժամանակ մենք սիրում ենք ձեզ, մենք սպասում ենք ձեզ, մենք գնահատում եւ հավատում ենք ձեզ։ Միշտ հպարտ եղեք, միշտ կանգուն եղեք, թշնամուն երբեք մի տրվեք։ Դուք մեր զինվորն եք, մեր ժամն ու օրն եք, դուք մեր պաշտպանն եք, մեր օթևանն եք։ Միջոցառումը կազմակերպվել էր դպրոցի աշակերտական խորհրդի ու պատանի երկրապահ անդամների ջանքերով։ Նրանք զինվորների համար պատրաստել էին նաև նվերներ։ Հայոց բանակի 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ շատ են կազմակերպել, դպրոցում բավական հետաքրքիր միջոցառումներ ունեցանք, իսկ այս միջոցառումը առաջարկել է Պատանի երկրապահ ակումբը եւ աշակերտական խորհուրդը, ցանկացան նվերներով իմ փոքրիկ նվերը զինվորին ակցիա կազմակերպեցինք, որի մասնակցեցին դպրոցի 575 աշակերտները։
Փոքրիկ նվերներով որոշեցինք այցելել Զորամաս եւ մի փոքրիկ համերգային ծրագիր ունեինք, որ ուրախացնենք զինվորներին։ Զորամասի հրամանատարություն ու զինվորները եւս շնորհակալություն հայտնեցին դպրոցի ուսուցիչներին ու աշակերտներին անակնկալի համար։ Սա մեր համար անակնկալ էր, որի համար մենք շատ ուրախ ենք, շատ հաճելի էր մեզ համար։ Մենք նաեւ ուրախ ենք, որ այսօր դպրոց բանակ կապը ավելի ամրապնդվում, հասարակության կողմից վստահությունը դեպի բանակ մեծացել է եւ մենք պարտավորվում ենք այդ վստահությունը չկորցնել, միշտ լինել մեր երեխաների, մեր ապագա սերունդի կողքին։ 1992 թվականի հունվարի 28-ին ստեղծվեց հայոց բանակը Հայաստանի կառավարության պաշտպանության նախարարության մասին օրենքով եւ մայիսին սկսվեց առաջին զորակոչը։ Եվ ահա 23 տարի է բանակը շարունակում է անդադար զարգանալ ի հաշիվ զինվորների մարտունակության, զինվորների քաջության եւ տոկունության։ Վերջում աշակերտները ծանոթացան զինվորների առօրյային, վստահ լինելով, որ իրենց պաշտպանությունը հուսալի ձեռքերում է։